2024-ը Viva-ի համար ձեռքբերումների և ֆինանսական աճի տարի էր։ Ընկերությունը դարձել է բջջային ու ֆիքսված կապ, հեռուստատեսություն, անպային ծառայություններ, հավելվածներ, նորարարական տեղեկատվական տեխնոլոգիաների լուծումներ առաջարկող թվային էկոհամակարգ։ 2024-ի վերջին Viva-ն արդեն ունի 2.3 միլիոն բաժանորդ։ Ребрендинг, который мы провели в 2024 году. 2024-ին իրականացված ռեբրենդինգն արտահայտում էր ընկերության թվային վերափոխման որակական նոր փուլը։ Թվային նոր դարաշրջանում ընկերության արժեքներն ու տեսլականը։ Մեր առաջընթացը հնարավոր չէր լինի առանց իմ բոլոր թիմակիցների, որոնք օրորի ապագայի տեսլականը դարձնում են մեր ներկան։ Մենք եղել ենք ու շարունակում ենք մնալ ոլորտի առաջատարը։ Շնորհակալ եմ մեր բաժանորդներին, որ վստահեցին ու աջակցեցին մեզ։ Լավագույնը դեռ առջևում է։ Մեկ տարի առաջ ընկերությունը սկսեց իր համագործակցությունը կինոդարան թիվ 1 սթրիմինգային հարթակի հետ։ Հայալեզու բարձրակարգ բովանդակությունը շատերին գրավեց։ Արդյունքում 2023-ի համեմատ Viva-ի սակագնային պլաններում ներառված կինոդարանից օգտվողների թիվը եռապատկվեց։ Ընկերության գլխավոր տնօրենը լրագրողի հարցին ի պատասխան անդրադարձավ նաև 5G ցանցի կառուցման Viva-ի առաջիկա պլաններին։ Сначала делаем, а потом рассказываем. Մենք նախընտրում ենք սկզբում իրականացնել, իսկ հետո միայն պատմել։ Viva-ն այսօր արդեն ունի ռադիո հաճախականությունների 2 անգամ ավելի մեծ ռեսուրս, քան առաջ, ինչը Viva-ի ռադիո հաճախականությունների ձեռքբերման նպատակով իրականացրած ամենախոշոր ներդրումի արդյունքն է։ 2.5 միլիարդ դրամի ներդրում ուղղված 5G-ի համար նախատեսված ռադիո հաճախականությունների օգտագործման թույլտվություն ստանալուն, ինչը տեղի ունեցավ այս տարվա ապրիլի 2-ին։ Տեխնոլոգիական նորամուծությունների մասին մենք կտեղեկացնենք հավելյալ։ Միայն կարող եմ ավելացնել, որ արդեն իսկ նախագծված են մի շարք ծառայություններ ու պրոդուկտներ 5G խոշորածավալ ներդրման ընթառաջ։ Կիրականացնենք եւ կտեղեկացնենք։ Առաջիկա 7 տարիների ընթացքում ընկերությունը պլանավորում է 5G տեխնոլոգիայով փուլ առ փուլ ծածկույթ ապահովել գործող, ինչպես նաև նոր մայրուղիներում, սահմանային գործող եւ նոր մաքսակետերում, բոլոր քաղաքներում, ակադեմիական եւ ինժեներական քաղաքում։ Հատկանշական է, որ Viva-ն առաջինն է Հայաստանում ներդրել 5G ցանց Երևանում եւ Գյումրիում։ Viva-ի բաժանորդներին հասանելի են նաև նորարարական Wi-Fi calling ու VoLTE ծառայությունները, որոնք օրորի ավելի մեծ պահանջարկ են վայելում։ 2024 год. 2024 թվականին Wi-Fi calling ծառայությունն արձանագրել է 70% աճ օգտատերերի թվի կտրվածքով։ Նախորդ տարվա համեմատությամբ արտերկրում Wi-Fi calling օգտագործողների թիվը կրկնապատկվել է, իսկ ձայնային թրաֆիկը ռեկորդ է սահմանել, աճելով 3 անգամ։ Մշակվել եւ բարելավվել են տուրիստական փաթեթները ներառյալ Voyage ծառայությունը։ Voyage 30-ը Viva-ի բաժանորդներին հասանելի է ավելի քան 70 երկրում ընդամենը 1500 դրամով, թույլ տալով վայելել 1000 մեգաբայթը ռոումինգում մինչև 30 օր։ Նախորդ տարվա համեմատ զգալիորեն շուրջ 35%-ով աճել է ռոումինգ ծառայություններից օգտվող բաժանորդների քանակը։ Ռոումինգում սպառված ինտերնետ թրաֆիկի ծավալը նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնապատկվել է։ Սվետլանա Ավդիշյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։